Բարև ձեզ։ Ուզում եմ խոսքս դիմեմ Նիկոլ Փաշիկյանին։ Եվ ուզում եմ այսպես դիմեմ։ Պոռնիկ։ Այո, պոռնիկը աստվածաշնչյան արտահայտությունն է։ Պոռնիկ կինը։ Դու այ պոռնիկ կնոջ երեխա։ Դու այնտեղ պետք է լինեիր հուլիսի ապրիլ 24-ի 1915 թվականին, ապրիլի 24-ին, որ քեզ մորթեին, պոռնիկ, գլուխը դնեին ցածի վրա ու ցույց տային։ Դու այնտեղ պետք է լինեիր, որ հայի ցավն ու վիշտը տեսնեիր, պոռնիկ, Նիկոլ Փաշինյան Ալիևի։ Դու այնտեղ պետք է լինեիր քո Ալիևի հետ, որ քեզ մորթեին, որ քեզ անապատով տանեին, ոտերի տակը նալերով մեխեին, այդ ցավի մեջ պետք է լինեիր։ Դու այ համբալ պոռնիկ։ Այո, ես եմ ասում, Էդվարդ Հովակիմյանս, քրիստոնյա եմ, հոգով սրտով քրիստոնյա եմ, եւ Քրիստոսին ես ընդունում եմ, իմ Քրիստոսին, իմ Տերը, իմ բերանով դավանում եմ, որ ինքը իմ Տերն է, իմ Քրիստոսն է, իմ Փրկիչն է, իմ կյանքի աղբյուրն է, իմ սրտին, եւ ինքն է բոլորի Տերը, պոռնիկ։ Այդպես պոռնիկները, որ դու ես, այսպես միկրոբի պես ցավրվում են ամենտեղ, միկրոբի բացիլի պես, պոռնիկ։ Դու այնտեղ պետք է լինեիր, որ գցեին քացու տակ, թարով գլուխը ջարդեին, տավարի ցավ, որ հիմա այդպես չխոսեր ցեղասպանության մասին։ Այդ մարդիկ ապրում են, որտեղ իրանց կյանքը տվել են Քրիստոսի համար, պոռնիկ։ Քրիստոսի համար են տվել, պոռնիկի տղա։ Իրանց հավատքի համար են տվել, Քրիստոս հավատքն է, Հիսուս Քրիստոս։ Պոռնիկի տղա, պոռնիկ։ Ասես դուխով խոսում եմ, պոռնիկ։ Իրանք այդ մարդիկ իմ աղբերս ու քուրս են եղել, իմ աղբեր ու քուրս, պոռնիկ, բայց իրանք ապրում են Տիրոջ հետ, որտեղ իրանք կյանքը Քրիստոսի համար են տվել։ Սրբության մեջ ապրում են, հավիտենականության մեջ, խաղաղության մեջ։ Պոռնիկ։ Դու պոռնիկ ես, Նիկոլ Փաշինյան։